Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Ի վերջո, սեպտեմբերյան կանխատեսումները ներկայացնում եմ։ Սիրելի հետևորդներ, ամսի 1-ը սկսում ենք բարդ մոլորակային դիրքավորումներով, բայց սեպտեմբերին բավականին դրական դիրքեր կան։ Լուսինը, ցուլի կենդանակերպում, հաշվարկները արված են ցերեկվա 12-ի մոտակայքում, որպեսզի մենք հենց այդ ժամերին էլ կարողանանք կազմակերպել մեր գործերը։ Փաստորեն ամսի 1-ին եւ 2-ին լուսինը ցուլի կենդանակերպում։ 1-ին Վեներայի հետ բարդ դիրքերը նվազում են, այդ օրը բարդ է ամսի 1-ը։ Հաջորդ օրը ամսի 2-ը դրական օրերից մեկն է, ցուլի կենդանակերպում։ Գիտեք, 1-ի երեկոյան ժամերին կարող է գնումները կատարել, եթե ինչ-որ բան թերի է մնացել։ Իսկ ամսի 2-ը ընդհանուր առմամբ բարենպաստ դիրքեր ունի, լուսինը Մարսի, Արև Մերկուրու հետ բիսեքսիլ դիրքավորման մեջ է ներգրաված, ծախսեր կանեք, որոնք ուղղակի նպատակային կլինեն, բայց քանի որ լուսին Յուպիտեր քառակուսի կա, երեխաների հետ կապված հարցերում մեծ գնումներ, մեծ ծախսերը կարող են մի քիչ ձեզ ֆինանսական խնդիրներ բերել, բայց այն ամենը, ինչը կգնեք տան համար, կենցաղային իրեր, տեխնիկա, այդ ամենը գնելու համար բավականին բարենպաստ է, եւ եթե ցանկանում եք բարձրացնել ձեր աշխատավարձը, կարող եք դիմել ձեր գործընկերներին, այստեղ տեսնում եք, Արև Մերկուրի կույսում հստակ ներկայացնեք պահանջներ, բայց այդ պահանջները պետք է իրականությանը այդպես մոտ լինեն, որպեսզի կարողանաք ձեր ֆինանսական միջոցները կամ աշխատանքային պայմանները բարելավել։ Եվ ի վերջո, եթե ընտանիքում խնդիրներ կան, ֆինանսական խնդիրներ կամ աշխատանքի առողջության հետ կապված խնդիրներ, այդ օրը ամենաբարենպաստներից մեկն է նաև գնումների համար եւ տան արքու վաճառքի համար է բարենպաստ։ Ասեմ ձեզ ամսի 3-ն էլ ցերեկային ժամերին, ցերեկվա 12-ի մոտակայքում լուսնե ցուլում է, հետո անցնելու է երկվորյակի կենդանակերպ, ամսի 3-ին դրական դիրքեր, ցուլի կենդանակերպում կրկին գնումների համար, փաստաթղթեր ստորագրելու համար, նույնիսկ երեկոյան ժամերին արդեն երկվորյակում Ուրանի հետ միացված հնարավորություն կտա, որ այդ ամենը հանրայնացնեք, եթե ցանկանում եք գովազդներ տեղադրել, քույր, եղբայր, նրանց հետ հարաբերությունները կարգավորել, լրատվության, նրանք ովքեր լրատվական, տեղեկատվական հարթակում են, ամսի 3-ը ամենաբարենպաստներից մեկն է։ Ճիշտ է, լուսինը արդեն նվազող մոտենում է 4-րդ քառորդին, բայց միևնույն է դրական դիրքերը կօգնեն մեզ համահունչ մեր գործերը տանել տիեզերքի հետ, գաղափարակիցների հետ, համախոհների հետ, նոր ծրագրերը մեկնարկելու, այդ ամենը համացանցում ակտիվացնելու, գովազդների համար կոնտենտը, եթե հետաքրքիր եղավ, այդ գովազդները միանգամից շատ մեծ լսարան կարող է ընդգրկել վերցնել։ Հաջորդ օրը տեսնում ենք լարված է ամսի 4-ը մոլորակային բարդ դիրքեր, լուսին, Արև Մերկուրի, ասում եմ վերջին քառորդի քառակուսին է, խնդիրներ աշխատանքում, տհաճ խոսակցություններ, անսպասելի իրավիճակները ձեզ ուղղակի կարող են միանգամից այսպես ձեր տրամադրության վրա ազդել, անակնկալի կարող է բերել, որտեղ այստեղ մենք անակնկալի մոլորակն ենք տեսնում եւ խնդիրներ ղեկավարների հետ, որոնք ուղղակի տհաճ ազդեցություն եւ հետևանքներ կարող են ունենալ։ Հաջորդ օրը որոշ չափով բարենպաստ, եթե սիրային գործերն եք ցանկանում կարգավորել, հնարավոր է, որտեղ լուսին, Վեներա, տրիգոն է, գոնե ծանոթությունների համար, սիրելիների նվերներ գնելու համար, հաճոյախոսելու համար, տեսնում եք լուսինը երկորյակում, Վեներան կշեռքում, եթե ցանկանում եք ամուսնությունը գրանցել, այս օրերն է բարենպաստ եւ նաեւ մեզ մոտ ես նշում եմ ամսի 3-ը եւ 2-ը, 2-ին 3-ին նաեւ կարող եք ամուսնությունը գրանցել։ Գնացինք առաջ, 5-ի դեպքում էլ ասեցի, որ դրական դիրքեր, բայց մյուս կողմից աշխատանքում առողջության հետ կապված հարցերը ձեզ կանհանգստացնեն։ Ամսի 6-ին ինչ ենք տեսնում այստեղ մենք բարդ դիրքեր, լուսնը խեցգետնի կենդանակերպում, կռիվ, խոսակցություն, կոնֆլիկտներ տանը, նրանք ովքեր խեցգետին, այդ կշեռք, այդ ծեղջուր եւ խոյ կենդանակերպերի ազդեցության տակ են ծնված, տեսնում եք այստեղ այս քառակուսին կարող է շատ բարդ ազդեցություն ունենալ, մինչև ուժային կառույցները կամ ներքին օրգաններ, ոստիկանություններ կարող է խառնվել այդ տհաճ իրավիճակին, սուր ծակող գործիքներով հարվածներ, կոնֆլիկտային իրավիճակներ եւ հուսանք, որ մեր հայրենի սահմանները այդ ընթացքում անառիկ կարող են լինել։ Հաջորդ օրը ամսի 7-ը։ Փաստորեն 5-ը 6-ը անբարենպաստ էին,
5-ի երեկոյան ժամերը։ 6 բարենպաս 7-ին որոշ չափով դրական դիրքեր կա, դրական դիրքերը արդեն նախորդ օրերին, եթե աշխատանքում առողջության հետ կապված խնդիրներ կար, նաև ներընտանեկան խնդիրները խանգարում էր ձեր աշխատանքին, ձեր առողջության հետ կապված հարցերին, ապա ամսի 7-ը որոշ չափով բարենպաստ է։ Կայուն խոսակցությունները արդեն կարող են օգնել, որ դուք ձեր ճիշտ դիրքավորվեք եւ ձեր տանը, խեցգետնում եւ նաեւ աշխատավայրում, բայց իրային գործերի համար, այդպես սեր խոստովանելու, գեղեցիկ նվերներ առնելու համար, մանավանդ եթե այդ ամենը վերաբերում է ընտանիքին, կենցաղին, տեսեք, այստեղ խեցգետի մեկ էլ էսթետիկ նվերները, դրանք խորհուրդ չեմ տալիս։ Հաջորդ օրը լուսնի առողջի կենդանակերպում մի կողմից դրական դիրքեր ամսի 8-ն է, 8-ին դրական դիրքերը ձեր երեխաների համար կարող եք նվերներ գնեք, նրանց կարող եք ընդգրկել տարատեսակ խմբակների, թանկարժեք իրեր գնելու, ձեր եսը, ձեր էգոն ի ցույց դնելու, մանավանդ բարենպաստ է առույց, խոյ եւ աղեղնավոր կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար։ Ինչու՞ չէ նաև երկվորյակ եւ կրշեք։ Կոնֆլիկտային իրավիճակներ կարող են լինել այստեղ ջրհոս եւ առյուծ առանցքում, մի քիչ պայթունավտանգ օրեր կան, սիրելի հետևորդներ, դեռևս օգոստոս ամսվա այս Մարս Սատուրն քառակուսի դիրքավորումը ինքը ճիշտ է նվազելու միտում ունի, բայց դեռևս դիրքավորման ասպեկտի մեջ է։ Ընդհանուր առմամբ բարենպաստ օր, բայց չեք կորցնում ձեր եսը, նաև ձեզ կարող է կործանել գոռոզությունը, սիրելի առյուծներ եւ սիրելի ջրհոսներ, սիրելի ջրհոսներ, եղեք ավելի հավաքված, մի կորցրեք ձեր եսը, ձեր ընկերական շրջապատում եւ նաեւ համախոհների մոտ։ Սիրային հարաբերություններում մի քիչ խնդիրներ կան, մանավանդ կշեռք, ջրհոս, այդ կենդանակերպերի համար կշեռքի վերջին օրերի, ջրհոսների սկզբի այդ ժամանակահատվածում ծնվածներ, նույնը առյուծներ։ Եթե առյուծների սկիզբն ենք դիտարկում, դա մոտավորապես հուլիսի 22-ից հետո մոտավորապես 5 օր, ջրհոսներին ենք դիտարկում հունվարի 20-21-ից հետո մոտավորապես 5 օր։ Հաջորդ օրը տեսնենք ինչ դիրքեր կան, ինչևէ լուսինը Յուպիտերի հետ է, այդ շրջակայքում են, այդ երկու օրը ամսի 8-ը եւ 9-ը այդ օրերի բեղմնավորումից կծնվեն երեխաներ եւ եթե հենց այդ օրերին ծնվեն երեխաներ, ապա նրանք հեղինակություններ են լինեն։ Տեսնում եք, լուսինը առյուծի կենդանակերպում 3-շաբթի, 4-շաբթի օրերն են, նաեւ կարող է գրանցել ամուսնությունը, բայց ավելի բարենպաստ է գրանցեք սեպտեմբերի 9, 2026 թվականի, որովհետեւ լուսին Վեներա գեղեցիկ սեքսիվ դիրքավորում եւ այստեղ երկու սոցիալական մոլորակները Յուպիտերը եւ Սատուրնը նրանք տրիգոն են անում, դրական դիրքերը կտա ձեզ բարձր սոցիալական դիրք, այդ ամուսնությունը հնարավոր է, որ դրական պտուղներ ունենա։ Ամսի 10-ը դիտարկում ենք, ինչ օր է, ամենաբարդ օրերից մեկն է, խորհուրդ չեմ տալիս աշխատանքում ինչ-որ փոփոխություններ անեք, էսթետիկ միջամտություն, առողջության հետ կապված հարցերը, հնարավոր է անալիզների տակ եւ անակնկալի գաք, պատասխանները ձեզ դուր չգա, հետո հաջորդ անգամ, երբ որ այդ ամենը տակ կտեսնեք, որ ամեն ինչ նորմալ է։ Խոսակցությունները աշխատավայրում կարող են այլ ընթացքով ընթանալ, միանգամից այսպես շուռ գալ եւ իրավիճակը ուղղակի ձեր ձեռքից կարող է դուրս հոսել, դուրս պրծնել, պետք է ուղղակի ուշադիր լինեք նաև ձեր լեզուն փակի տակ դնեք, մանավանդ կույսեր, երկվորյակներ, ձկներ եւ աղեղնավորներ։ Մոտենում ենք ամենադրական նորալուսնի, տեսնում եք սեպտեմբերի 11-ին նորալուսին է, արդեն իսկ ցերեկային ժամերին այն առավոտյան ժամերին մեկնարկած է լինում, դրա մասին մանրամասն կխոսեմ, նորալուսինը կույսի կենդանակերպում դրական դիրքեր Մարսի հետ, այս նորալուսինը հնարավորություն կտա, եթե գրանցում եք ամուսնությունը, ապա այն բավականին պրոդուկտիվ կլինի, այսպես ասեմ, դրական դիրքերը կօգնեն, որպեսզի ամեն ինչ հաշտ ու համերաշխ ընթանա, իհարկե կույսի կենդանակերպը այդտեղ նաև հաշվարկված է լինելու այդ ամուսնությունը, իսկ Մերկուրին արդեն կշեռքի կենդանակերպում այս գեղեցիկ տրիգոնը թույլ կտա, որպեսզի ներդաշնակ ամուսնություն լինի։ Հաջորդ օրն էլ եմ կարծում ավելի բարենպաստ է, անպայման լուսինը կշեռքի կենդանակերպում ամենաբարենպաստ օրերից մեկը, նախորդ օրը եթե գրանցում եք ամուսնությունը բարենպաստ է հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածների համար, ամսի 12-ի գրանցված ամուսնությունը
կույս, կարիճ, այդ ծեղջուր, ձկների մի փոքր, այսպես ձկների հակառակ նշանում է ցուլ եւ խեցգետին։ Այդ կենդանակերպերի ամուսնությունը ավելի շատ դրական է գրանցել օգոստոսի 12-ին, իսկ հաջորդ օրը ամսի 13-ին օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածների համար է բարենպաստ ամուսնություն, գործընկերային հարաբերություններ, բիզնես, նոր նախաձեռնություններ, որոնք դրական արդյունքներ կտան սիրելիներս, բայց այդ ամենը այստեղ արևկույսի կենդանակերպում է պետք է մանրամասն ուսումնասիրվի, անալիզ արվի, որպեսզի նաև տիեզերական դիրքերի հետ ձեր դրած գործը նախագիծը արդյունք տա։ Գնացինք առաջ, տեսնում եք հաջորդ օրը ամսի 13-ին կիրակի օրը եթե արարողակարգեր կան, արարողություններ, միջոցառումներ, ցանկալի է նախորդ 2 օրը 11 եւ 12, փաստորեն ուրբաթ շաբաթ օրերին 13-ը մի քիչ բարդ է։ Թող ուշադիր լինեն նրանք, ովքեր ծնվել են կշեռ, խեցգետին, խո եւ այդ ծեղջուր կենդանակերպերի ազդեցության տակ, այդ օրը եթե գրանցեք ամուսնությունը, բայց կիրակի է կարծում եմ չեք գրանցելու, որոշակի խնդիրներով կարող են ընթանալ։ Իսկ եթե հարսանիք պետք է անեք, ուղղակի ուշադիր եղեք այն մարդկանցից, որոնք կռվազան են, նույն այդ կենդանակերպերը խեցգետին, կշեռ, կայծեղջուր եւ խոր, եւ որոնք ուղղակի գինովցած են, արբեցած են, որ քիլից խմիչք են օգտագործել, նրանցից պետք է հեռու լինել, այդ մարդկանց ուղղակի կարելի է լիկվիդացնել այսպես սահուն, որպեսզի իրեն կոնֆլիկտ չհրահրեն։ Ամսի 14-ը լուսինը կշեռքի կենդանակերպում, հետո անցնում է կարիճ, ամենաբարդ օրերից մեկն է սիրային գործերի համար, տեսնում եք լուսին Վեներա միացված են Պլուտոնի հետ, խանդի տեսարաններ, դավաճանություն, ուշադիր լինեն այն աղջիկները, որոնք կարող են աղջիկներ ինչու եմ ասում, որտեղ լուսինը Վեներան կանացի մոլորակն է, եթե գնում եք այնպիսի տեղ, որտեղ տղաներ են, որտեղ անհավասարություն է, այդ օրերին հենց այդ օրը ամսի 14-ին ցերեկային ժամերին է սկսում մինչև երեկոյան ակտուալ է լինելու, խնդիրներ կարող են լինել, տարատեսակ Պլուտոնը ջրհոսում, դա խմբակային այդ մեծ իրարանցումներն են, այդ միջոցառումներն են, այդպիսի տեղերից հեռու մնացեք եւ կարող է ձեզ դավաճանել ձեր ընկերուհին, ձեր մտերիմը, զգուշ եղեք այդպիսի վայրերում ձեզնից գումարներ չգողանան, հասարակական վայրերում, համերգ, թատրոն, կինո, այստեղ ես գումարի կորուստ եմ տեսնում, ասում եմ կարիճ, ջրհոս, ցուլ եւ առողջ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները եւ մի քանի օր առաջ հենց իրենց ծննդյան օրերից այդ ժամկետներում ծնվածների քարտեզները բարդ վիճակում են։ Հաջորդ օրը կրկին բարդ վիճակն է, 2 օրերն է 14-15 խորհուրդ չեմ տալիս, որպեսզի դուք գնումներ կատարեք, համացանցային գնումներ կատարեք, վարկեր վերցնեք, գումարներ վերցնեք, պարտկով տակ, պարտկով վերցնեք, տոկոսով տվողները հնարավոր է չկարողանան այդ գումարները վերցնել, պարտկով եթե տվեցիք հնարավոր է չկարողանաք վերցնեք եւ ի վերջո ոչ ոքի համար վարկեր չվերցնեք։ Նաեւ խորհուրդ չեմ տալիս եւ վերցնեք եւ նաեւ ուշադիր եղեք ձեր հեռախոսներից, ձեր այդ բանկային հավելվածներից, որտեղ այստեղ հստակ ֆինանսի խնդիրներ է ցույց տալիս համապատասխան մարդիկ, այդ նրանք ովքեր այստեղ արդեն արհեստավարժ են, կարող են ձեր գումարները հափշտակել։ Գնացինք առաջ, բարենպաստ օր, այ բոլոր այդ գործակները, բանկերում ավանդնել, վարկ վերցնել, բանկային գործարքներ կատարել, այստեղ աշխատանքում նոր արարություն, աշխատավարձի բարձրացում, չգիտեմ, եկամուտներ, պարգևավճարներ, 16-ը բարենպաստ օր է, կարող եք գնումներ կատարել, ներդրումներ անել, վերանորոգեք, իմիջիայլոց ամբողջ սեպտեմբերի ամիսը օգոստոսի 22-23-ից հետո մեկ ամսով վերանորոգման համար բացառիկ բարենպաստ է, հենց ամսի 11-ի նորարուցն է սեպտեմբերի, նա մեծ բարենպաստ ազդեցություն կունենա այդ գործերը սկսելու համար, անշարժ կարող եք գնել կտակ, ժառանգություն, հողատարածք, բոլոր այդ գործերի համար բացառիկ բարենպաստ է, նոր բիզնեսներ ստեղծել, սպասարկման ոլորտում, բժիշկների համար է բարենպաստ, ինչ-որ նախագծեր կարող են մշակել, նրանք ովքեր արհեստավարժ են, ֆինանսական մեծ հաջողություններ կունենան։ Հաջորդ օրը մենք տեսնում ենք լուսինը կենդանակերպում, նախորդը ամսի 16-ն էր, հաջորդը ամսի 17-ը սեպտեմբերի լուսինը աղեղնավորի կենդանակերպում, բացառիկ դրական դիրքերից մեկը, այստեղ արև Մարս ուրախ մենք այս սեքստիլ դիրքավորում ենք տեսնում խանգարող հանգամանքները, քիչ էլ Մերկուրի, Յուպիտեր, մի կողմից էլ լուսինը դրական դիրքեր է ստեղծում բարձրագույն կրթության, ճանապարհորդելու, ապագա պլանների, համացանցային այդ գործունեության, միջազգային կազմակերպություններում հանդես գալու, նրանք ովքեր տուրիզմում են, նրանք ովքեր
թռիչքների հետ կապված օդանավակայաններում են աշխատում, նոր հնարավորություններ կան այդ ձեր ազդեցության ոլորտները, աշխատանքային ոլորտներ ընդլայնելու եւ ի վերջո հնարավոր է տրվի հնարավորություն բարձրագույն կրթություն ստանաք։ Նրանք, ովքեր հեռահար, հեռակա կրթությունն են նախաձեռնում, այդ ժամանակահատվածը բացառիկ բարենպաստ է եւ կլինեն մարդիկ, որոնք ձեզ կօգնեն այդ դժվարությունները հաղթահարել, ճանապարհորդեք ձեր գիտելիքները ընդլայնեք, ձեր մտահորիզոնը ընդլայնեք, օտար լեզուներ սովորեք, այն ինչը արտերկրի օտար լեզվի ճանապարհորդելու հետ է կապված միանշանակ ակտուալ է։ Հաջորդ օրը, սիրելի հետևորդներ, լուսնաաղեղնավորի կենդանակերպում այն ինչ որ թերի եք թողել, կրկին կարող է կազմակերպել։ Այստեղ ուղղակի տեսնենք արև լուսին առաջին քառորդի քառակուսին է ուղղակի արտերկրի հետ կապված, որոնք կապված են նաև տեսեք գործերի հետ, աշխատանքի հետ, առողջության հետ կապված, լյարդ լեղապարկ աղիքներ, աղիստամուսային տրակտ, այդ օրգան համակարգերը կարող են աղթահարվել ընդհանուր առմամբ գործընկերային հարաբերությունների հետ կապված, նոր ծրագրերի հետ կապված բարենպաստ է, բայց որոշ տարաձայնություններ կարող է լինել օտարերկրյա ձեր գործընկերների կամ մասնաճյուղերի այդպես այնտեղ ղեկավար կազմի հետ, որտեղ այստեղ ինչևէ արևը կույսում, արևը ղեկավարն է, տան ղեկավարն է, տղամարդու կերպարն է, այսպես, հա, եւ սպիտակ լուսինը կփորձի հարցերը լուծել, քանի որ բարի մոլորակ է։ Ընդհանրապես սև լուսինը եւ սպիտակ լուսինը դրանք մոլորակներ չեն, լուսնի ուղեծեր են, ինչևէ հնարավորություն կա շտկելու եւ նաեւ տեսնում եք արդեն սև լուսինը այստեղ անցել է այդ եղջյուրի կենդանակերպ, այդ օրերի մասին ես ձեզ տեղեկություն կտամ, դա ըստ երևույթին սեպտեմբերի, ահա, ինձ մոտ ցույց տվեց ամսի 14-15-ի մոտակայքում, այո, 14-ի երեկոյան ժամերին 15-ին սև լուսինը անցնում է այդ եղջյուրի կենդանակերպ, արդեն խնդիրներ են լինելու կառավարության, պետական մարմինների, պետական ադմինիստրատիվ այդ կառույցներում։ Հաջորդ ամենակարևոր օրերից մեկը ամսի 19-ը, տեսնում եք բարդ իրավիճակ, ֆինանսական խնդիրներ լուծելի են, բայց այստեղ ղեկավար մարմինների հետ ավելի ակտուալ է դառնում լուսինը միանում է սև լուսին, խնդիրներ, կոնֆլիկտներ, նրանք ովքեր ուժային կառույցներում են աշխատում, նրանք ծառայության մեջ են, արևը կույսում ծառայությունն է, պետական մարմիններում թեժ կոնֆլիկտներ ղեկավարների հետ եւ այդ կոնֆլիկտների հիմքը չեք էլ իմանա ինչից է, որտեղ այստեղ ներումն է ներգրաված բարդ օր, կույսի վերջ կշեռք, այդ եղջյուր, խոյ եւ խեցգետին կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար սեպտեմբերի 20 նույն դիրքերն են, նույն խնդիրները կլուծվեն սեպտեմբերի 21-ին երեկոյան ժամերին լուսինը այդ եղջյուրում արևը կույսում դրական դիրքեր աշխատանքում ղեկավարների հետ աշխատանքային process-ը արդեն կարող եք ամբողջականացնել բարենպաստ է կույս այդ եղջյուր ցուլ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար նաև կարիճ եւ խեցգետին բավական դրական դիրքեր, բայց բոլորն է վերաբերում է, կարող է գնալ ավանդներ դնել, բանկերի հետ գործարքներ, ամուսնությունը կարող է գրանցել, այստեղ մի խնդիր, որ լուսին Մարս օպոզիցիա է, հաջորդ օրը ավելի դրական կլինի, բայց եթե տեսնում եք օր չկա, ոչինչ, այդ օրը երեկոյան ժամերին կարող եք գրանցել եւ հաջորդ օրը լուսինը ջրհոսում դրական դիրքեր, այսպես տեսնում եք արդեն արևը վերջին աստիճանների վրա է, համախոհների հետ ինտելեկտուալ դաշտում ցանկանում եք գնել կենցաղային տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ, բացառապես բարենպաստ է, այստեղ միայն նրան էսթետիկ տեսքից կարող եք դժգոհել եւ ասում եմ խանդի տեսարաններ, դժգոհ կլինեք ձեր քույրիկից, ձեր մայրիկից, ձեր մտերիմ կանացից, դավաճանություն, որը հնարավոր է հանրային բնույթ կրի, բայց նրանք ովքեր բաց են նորագույն տեխնոլոգիաների առաջ, ովքեր ակտիվ են նոր գաղափարները գեներացնելու, այդ դասընթացների մասնակցելու, աստղաբանին դիմելու լավագույն օրերից մեկն է սեպտեմբերի 22 23-ը տեսնում եք որոշ չափով բարդ, այսինքն այնինչ նշեցի դրական օրերի դեպքում կարող եք իրականացնել։ 23-ի բարդությունը կանում է նրանում, որ լուսին Յուպիտեր օպոզիցիա մեծամտությունը կարող է խանգարել, ճիշտ հաշվարկներ հնարավոր է չանեք, լավատեսությունը կխանգարի գործի իրական ընթացքին։ Դրա համար այդ ամենը կատարում ենք նախորդ 1-2 օրերին, այսինքն
Սա 22 եւ 21 ամենաբարենպաստը 21-ն է ինչևէ։ Հաջորդ օրը որոշ չափով կիսադրական, այստեղ դրական դիրքերը տեսնում լուսին կարիչ, ֆինանսների հետ կապված հարցերում տնօրենելու հարաբերություններ քույր, մար, եթե նախորդ օրերին ընկերուհիներ լարվեր է, այդ ընթացքում հնարավոր է շտկվի, բայց այստեղ լուսին ուռան քառակուսին անկայուն հոգեվիճակ ունեցող մարդկանցից ուշադիր եղեք, նրանք ովքեր խաբեբաներից ուշադիր եղեք, համացանցային այդ խաբեբաները այստեղ տեսնում ենք, որ կարող եք ձեր գաղտնանունը, ձեր մուտքանունը ոչ միտեղ մի դրեք եւ ուշադիր եղեք նրանք, ովքեր հանգստի են լինելու, չնայած այդ ժամանակահատված արդեն սեպտեմբերի վերջն է, ջրային ռեսուրսներից հետո հեռու եղեք, իսկ հանգստի համար հյուրանոցային, հյուրատնային, առանձին հանգստանալու համար բարենպաստ օր է, ռեսուրսները, զգացմունքները, հույզերը վերականգնելու համար։ Հաջորդ օրը տեսնում եք սեպտեմբերի 25-ին 24-ը փաստորեն թերի որոշ չափով բարենպաստ, որոշ չափով խնդիրում 25-ը ոչ պրոդուկտիվ օր է, որտեղ լուսինը առանց ընթացքի է, տեսնում եք ոչ մի դիրքավորում չունի այն ուրբաթ։ Այդ օրն է, կարող եք ուղղակի հանգստի գնալ եւ ոչինչ չանել, աղոթել, ֆիլմեր նայել, ոչինչ մի արեք, նստեք սենյակում եւ հանգստացեք։ Ամենավոչ պրոդուկտիվ օրերից մեկը լուսինը ձկներում եւ առանց դիրքերի։ Հաջորդ օրը լուսինը ձկների վերջ խոյի կենդանակերպում, հաջորդ օրը ամսի 26-ն է նոր գործերի ակտիվության համար, ի վերջո արդեն կոնֆլիկտային իրավիճակները հնարավոր է շտկվեն տունը, էլեկտրոմոբիլներ կարող եք գնել, ակտիվություն ցուցաբերելու համար, նրանք ովքեր ուժային կառույցներում են աշխատում, հնարավոր է խրախուսական նամակներ ստանալ, ակտիվ գործունեության արդյունքում կարող եք պարգևատրումներ ստանալ, նրանք ովքեր ակտիվ են նոր բիզնես պրոյեկտների համար, արդեն իսկ գոնե ամսի 26-ը ասեմ, որ լիա լուսին է նաև, լիալուսնից առաջ է, հույզերը կարող են ակտիվ լինել, կոնֆլիկտային իրավիճակներից կարող եք խուսափել, բայց օրը նաև բարենպաստ է այդ հարսանիք եւ ուրախություն կազմակերպելու համար։ Նորից եմ ասում, մի քիչ ուշադրությունը կարող են շեղել այն մարդիկ, որոնք ոգելից խմիչք են օգտագործել։ Կիրակի օրն էլ է բարենպաստ, լուսինը խոյի կենդանակերպում, արևը կշեռքի կենդանակերպում է, ակտիվություն, ակտիվ օրեր, մարզակով զբաղվելու, ֆիթնեսով զբաղվելու, մարզումների համար, եթե տանն եք, ապա այդ ամենը կարող եք տունը հնարավոր է այդ երկու օրերին բարեկարգեք, շաբաթ կիրակի օրերն են, դիարշավի կարող եք գնալ ակտիվ գործունեություն ծավալելու համար, գովազդներ կարող եք տեղադրել համախոհներին, գործընկերներին, ձեր մտերիմներին, այն բոլորին համախմբելու համար, ձեր նպատակների իրականացման համար ամենաբարենպաստ օրերից մեկն է։ Այստեղ ուղղակի լիալուսնից հետո որոշակի իրավիճակներ կբացվեն, որոշ չափով պարզություն կմտնի այն գործերում, որոնք մինչ այդ անհայտ էին։ Հաջորդ օրը անբարենպաստ է ամսի 28-ին, կոնֆլիկտներից հեռու եղեք, կռիվներից, մյուս օրն էլ թերի, էլի անբարենպաստ դիրքեր, լուսին, Վեներա, մեծ ծախսերը, հաջորդ օրը, փաստորեն ամսի 28-ին էլ էր անբարենպաստ, ամսի 29-ին էլ է անբարենպաստ, գնումներ չեն կատարում, խանդի տեսարաններ, դավաճանություն, ի վերջո Վեներան կարճի կենդանակերպում է, տհաճ իր համար ոչ բարենպաստ դիրքերում է։ Մնաց մեկ օր, ամսի 30, հոկտեմբերի 1, հոկտեմբերի 2-3 դրական օրել, ամսի 30-ին գնումների համար, կենցաղային տեխնիկա գնելու համար, թանկարժեք իրեր, երկարաժամկետ օգտագործման օրեր, կարող եք գրանցել ամուսնությունը այս 2-3 օրերին, լուսինը երկօրյակի կենդանակերպում, պայմանավորվածություն է, ստորագրություն, տեսեք, ամենաբարենպաստ օրերից մեկն է, ամսի 31, հոկտեմբերի 1 և 2, այդ 3 օրերը պրոդուկտիվ են, ես հոկտեմբերին կրկին կներկայացնեմ, դուք էլ կկարողանաք օգտվել աստղաբանական կանխատեսումներից։ Սիրելի հետևորդներ, փորձեցի արագ ներկայացնել, բայց քանի որ խայտ բղետ էին մոլորակային դիրքերը, հուսամ ձեր շատ պետք կլինի, ես նամակներ եմ ստացել, ի վերջո ձեր այդ հարցումների պատասխանը ուղարկում եմ ձեզ եւ նաեւ շնորհակալ եմ, որ գեղեցիկ մեկնաբանումներ եք գրում, տարբեր հարթակներում դիտում եք ինձ, հավանում եք հաղորդումը, նաև տարածում եք։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Սպասեք հաջորդ շաբաթ։